Հարս, արթուն եւ պատրաստ եղիր։ Ամեն։ Ամեն թե չէ, տեղում եք թե չէ։ Հալելույա։ Հարսի գործը սա է, արթուն եւ պատրաստ լինել երկրի վրա։ Փառք Հիսուսին։ Մինչև այստեղը ես ուզում եմ մի ուղերձել, կարճ։ Փորձեմ տեսնելով հիմա ինտերնետը եւ այլն, ինչեր ենք տեսնում, իրականում տեսնում եմ զանազան ուսմունքներ, գիտեմ, որ բոլորդ էլ մարդիկ մտնում են ինտերնետ, առանց դրա չեն կարա, եւ զանազան խնդիրներ կա ինտերնետի մեջ, խնդիր ինչի եմ ասում, որ շատ սխալ ուսմունքներ կա, Տիրոջ գալուստի վերաբերյալ, հափշտակության վերաբերյալ, օրեր են նշում, թվեր են նշում եւ դուք էլ միանում եք հանկարծ ձեր հավատքը ու շատ-շատերին կոտրում են դա, շատ-շատերին։ Ես որպես եկեղեցու պատասխանատու եւ առաջնորդ միտեղ եմ կարդում ձեզ, սա թող լինի մեզ համար հիմք։ Ամեն, որտեղ մեր համար հիմքը Աստծո խոսքն է։ Ամեն, ամեն թե չէ։ Այսօր որտեղ Աստծո խոսքից Հիսուսից ավելի շատ իմաստուններ են բարձրացել երկրի վրա, շատ-շատերը։ Կարծում եմ հասկացաք։ Հեսա կարդամ Տիրոջ խոսքերն ասա։ Մարկոս 13:1-ից մինչև 37-ը։ Իհարկե մենք տեսնում ենք Տերը խոսում է բաներ, այդտեղ ժամանակ չկա կարդալու ողջ գլուխը, բայց Տերը ինչ ասում, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնել։ Ամեն։ Տիրոջ խոսքը եթե Տերն ասում է մի բան, չի անցնել։ Եվ հետո սա շատ հրյաներին, հայերին մի բան միշտ հետաքրքրում է։ Ասում է միայն այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտե։ Ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ որդին, բայց միայն հայրը։ Այսօր բայց ինտերնետում արդեն օրերը, սեպտեմբերի 23-25, 1000 տարի է միշտ վերջին օրեր, այս թվին կգա, սա կգա, նա կգա, Սիրնես դրանք բոլորը սուտ մարգարեներ են, սուտ խոսացողներ են, ստախոսներ են, մի հավատացեք, կտանեն ու կբերեն։ Մենք հավատում ենք Տիրոջ խոսքին։ Ամեն։ Որտեվ Տերը ասեց, նույնիսկ ժամ են ասում, օր են ասում ինտերնետում եւ այլն, հետո չի գալիս չեն էլ ապաշխարում, հետո շատ-շատերը կոտրվում են, սատանան իր բանակը հանում, թերթերն են խոսում, ծիծաղում են, ավելի գիտեք ինչ քրիստոնեությունն է արհամարվում դրանց պատճառով։ Ինչ ենք մենք տեսնում։ Իսկ ինձ եւ քեզ նա խոսք ունի։ Զգուշացեք, արթուն կացեք եւ աղոտ կարեք, որովհետեւ չգիտեք, թե ժամանակը երբ է։ Ինչպես մի մարդ, որ հերու աշխարհ գնալիս իր տունը թողե եւ իր ծառաներին իշխանություն տա եւ ամեն մեկին իր գործը եւ դռնապանին հրաման տա, որ արթուն կենա։ Արթուն կացեք, որ չգիտեք, որ թե տանտերը երբ կգա, իրիկունը թե կես գիշերը, թե հավի խոսելուն ժամանակին, թե առավոտանց, որ չլինի թե հանկարծ գալով ձեզ քնած գտնե, բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Որ նա իմ եւ քո գործը արթուն կենալն է սիրելիներս, ամեն, եւ սա առօրյայի մասին է խոսում, առօրյայի ընթացքում, Տերը մեզ գործ է տվել, ժամեր հենց հրյաներին էլ, գիտեք, գործ կառակելոցում էլ, երկրորդ գլխում, Տեր, առաջի գլխում, երրորդ, երբ է գալիս, իրանց հավատով, որ ինքը հենց առաջի դարում պիտի գար, Տերը միշտ ասել է, ձեզ չի վերաբերում ժամերն ու ժամանակները, ոչ մտեք նրա մեջ, ոչ էլ դուրս եկեք դրա միջից։ Կարծում եմ հասկացաք ինչի նկատի ունեմ։ Մեր համար Տերը եկել է, ամեն, եւ կարեւորը արթուն լինենք, հափշտակությունը, որ հանկարծակ եղավ, ես եւ դու պատրաստ լինենք դրան։ Դա միայն այսօրվա վերնագիրը, ինչա հարս արթուն եւ պատրաստ եղիր։ Սա է իմ գլխավոր խոսքը ինձ եւ քեզ սիրելիներս։ Իրականում այս վերնագիրը ծնվեց, կա սրա մասին շատ ենք խոսում, հարս, փեսա եւ այլն։ Այս տարի մենք Բելգիայում մի հատ, Հոլանդում 4 հատ հարսանիք ունեցանք, եկեղեցում Փառք Աստծուն, իրար հետ ամուսնացան մեր երիտասարդները եւ այս հարսանիքի ժամանակ ես տեսնում եմ, կամ տարիների ընթացքում մենք տեսնում ենք հարսանիքը ոնց է լինում եւ այս պատկերը շուկն է երկնքի, հա, հարսանիքի համար ինչ են անում մարդիկ, պատրաստվում են։ Ու շատ հարսանիքներ, փեսային հարսին, որ խոսցնում եմ, ինչ են իրանց գլխավոր նպատակը, որ խոսում ես նույնիսկ հոգևոր բաներ ես ասում,
ասում եմ մենք ժամանակավոր ստոպ ենք տալիս սա, մենք պատրաստվում ենք ինչին հարսանիքին, որ հարսանիքը լավ լինի եւ կատարյալ լինի։ Պատրաստվում են հարսանիքին եւ պատրաստվում են մի քանի տարի։ Ամեն բան ներդնում են, հա, տարիներ, մեկի հետ խոսում եմ, ինքը 3 տարի գիշեր ցերեկ աշխատում էր, երբ որ խոսում է, արի եկեղեցի ժամանակ չկա, պիտի աշխատեմ, շատ աշխատեմ, որ հարսանիքը կանա, լավ երկիչ, լավ սա, ամեն ինչը լավ լինի։ Ամեն բան որ լավ լինի, ինքը պատրաստում էր դրան։ Ու շատ է այսօր պատրաստվում են, ոչ միայն իրանք են պատրաստվում, նաև պատրաստվում են նրանք, ովքեր մասնակից պիտի լինեն այդ հարսանիքին։ Ամեն։ Հարսնա պատրաստում ամենաշատ, որ ամենասիրունը լինի, Փեսանա պատրաստում այդ ամեն ինչը Փեսայի վրա է, եւ նաև մասնակիցներն են պատրաստվում հարսանիքին։ Հիշում եք, այդ երբ որ Տերը խոսած հարսանիքի մասին, հարսանիքը երբ որ կայացավ, մեկը հայտնվել էր այդ հարսանիքին առանց հարսանիքի հագուստ, ինքը պատրաստ չէր։ Ես հավատում եմ այնտեղ կողքից փոքրատառերով, որ այնտեղ գրում են ինտերնետով, բանով, չէ, այն տակը գրված էր հայ։ Այդ մեկը հայ էր, ինքը սողոսկել էր, ինքը մտել էր այդ հարսանիքին, ինքը ճարպկություն էր արել, մտել էր այդ հարսանիքին, բայց դուրս եկավ, որովհետև պատրաստ չէր այդ հարսանիքին։ Եղել լավ որ հարսանիք եք մասնակցել, գնացեք, մենք փոքր ժամանակ հիշում եմ, մեր գյուղում որ հարսանիք էր լինում, մենք անկոչ հյուրեր էինք, մտնում ենք պալատի միջով, բան մեր բաժինը ուտում էինք, բան էինք անում դուրս։ Նույնիսկ ասեմ ձեզ սիրելիներս, մի անգամ ես անկոչ թաղման եմ մասնակցել։ Պատմեմ, մի անգամ մեր գյուղից մի հարևանը ասեց, որ մեկի պապան անունը գիտեմ, այդ ծանոթներից, ասեց իր պապան է մահացել, ասի դե բան թաղմանը ասա, որ ես էլ գամ մասնակցեմ։ Գնացի թաղման հասցեն ուղարկել, բան գնում տեսնում եմ, անծանոթ թաղում է։ Դու մի ասա այդ անունը հակար ուրիշ տղայի պապան էր մահացել ու տենց էլ ես էլ տխուր գնացի մեր եկեղեցուց էլ մարդիկ կային, բայց չասի որ չեմ ճանաչում տենց։ Իհարկե եւ այդ թաղման արարողության ասենք տղաները ինձ ճանաչում էին այդպես բանով, բայց ինչևէ մասնակցեցի։ Ինչևէ, բայց մենք պիտի պատրաստվենք հենց այս հարսանիքին սիրելիներս։ Ինչքան 60-70 տարի մեզ կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը, որ Աստված տվել է, պատրաստվել այն հարսանիքին։ Իմացաք ինչի համար ենք մենք ապրում այս կյանքում։ Ամեն գլխավոր նպատակը այն հարսանիքին 2-3 տարի է պետք։ Այն մյուս հարսանիքին մեզ Աստված 60, 70, 50, չգիտեմ ումը ինչքան ժամանակ է տվել պատրաստվել այն հարսանիքին։ Ամեն, սա է մեր գլխավոր նպատակը, պատրաստվենք այն հարսանիքին, սիրելիներս, որ այդ հարսանիքին ես եւ դու մասնակից լինենք։ Ամեն, փառք Հիսուսին։ Ինչևէ, ես ուզում եմ թանկագիներս շատ բաներ ունեմ խոսալու, փորձեմ ժամանակի ընթացքում վերջացնեմ, նույնը ինձի կօգնես, հենց ինչ որ բան կլինի, շատ կխոսամ, մի անգամից հասկացրեք։ Լավ, մենք սկսում ենք 5 կտակարանից, շատ 5 կտականից, հետո նոր կտականից խոսենք, որովհետև վերնագիրը շատ կարևոր է։ Ինչու 5 կտականից, սիրելիս, երբ որ նայում ես 5 կտակարանը, Աստված այն ժամանակ էլ Իսրայելը Աստծո միակն էր։ Նաև երբ որ նայում ես եկեղեցին կամ Աստծո ժողովրդին ասում է հարս, հոտ, բանակ, հա, զանազան ընտանիք, զանազան բաներ ասում, բայց Իսրայելի ժողովուրդը երբ որ ունեցավ Աստծո միակն էր, հենց միակն էր, որի հետ ուխ տարեց, որի հետ ուզում էր մեկություն աներ, հա, բայց դիարյուտես միշտ Իսրայելի ժողովուրդը ինչ էր անում, զբաղվում էր շնությունով, հեռանում էր Աստծուց։ Ես ուզում եմ երկու մարգարեի մասին կարճ խոսալ, թե Աստված ոնց կանչեց իրանց, ոնց էր օգտագործում։ Ու երկուսը իրար մի քիչ շահկապված են, որովհետև ես ուսումնասիրեցի, տեսա, որ ուզում եմ խոսալ Ամոսից եւ Օվսե մարգարեներից։ Իրանք կարծես անճանաչ մարգարեներ լինեն, բայց հեսա կանցնենք իրանց մասին, երբ որ ուշադիր նայեցի, տեսա ոնց որ իրանք համարյա նույն թագավորների ժամանակներում են եղել։ Երկու թագավորներ։
Առաջին ուզում եմ Ամովսից խոսալ։ Ամովսի գիրք։ Ով էր Ամովսը։ Ամովսը մի հովիվ էր։ Գրված է Թեկուեն մի տարածք էր, մի ինչ որ գյուղաքաղաք, չգիտեմ ինչ էր, ոնց էր, բայց այդտեղ ինքը հովություն էր անում։ Հովիվ էր, ոչխարների, կենդանների հովիվ էր։ Բայց օրից մի օր Ամովսը մի ձայն է լսում։ Բայց այդ ձայնը ոչ ոչխարների ձայն էր, ոչ հովվապետի ձայն էր, ոչ գյուղապետի ձայն էր, մի ձայն էր, որ երկնային ձայն էր։ Եվ Ամովսը, երբ որ լսում է այդ ձայնը, հնազանդվում է այդ ձայնին։ Դա Տիրոջ ձայն էր։ Եվ Ամովսին Աստված կանչում է իր խոսքը ուղղելու։ Ում ուղղելու։ Այդ ժամանակ, երբ որ Ամովսի ժամանակ Իսրայելը բաժանված էր երկու մասի։ Հուդան իր մայրաքաղաքով Երուսաղեմով ու երկար տարիներ Իսրայելը երկու մասի է բաժանված եղել։ Իսկ մյուս մասը Իսրայելը Սամարիայի հետ իր մայրաքաղաքով երկու մասի։ Հուդան այն վիճակում չէր ապրում, որտեղ ապրում էր Ամովսը։ Իսրայելը Սամարիայով ինքը ծաղկուն ժամանակներ էր ապրում։ Բայց հանկարծ Ամովսին խոսք է գալիս, գնա եւ խոսա Սամարիային, Իսրայելին խոսք ուղղի։ Պատկերացնում եք, մի անգամից ինքը հնազանդում է, հանկարծ հայտնվում է Սամարիա, մի հովիվ։ Պատկերացեք իր հագուստները, իր վիճակը, իր տեսքը։ Եվ հանկարծ նա սկսում է, գիտեք ինչից խոսալ, սկսում է խոսալ Սամարիայի Իսրայելի թշնամիների դեմ։ Առաջինը նա խոսում է, այսպես է ասում Տերը, պատկերացնում եք, մտավ քաղաքի կենտրոն եւ սկսում է Դամասկոսի դեմ խոսալ։ Եվ գիտեք, ժողովուրդը երբ որ լսում են իրանց քիմքին հաջողությունը, ուրախություն, հալելույա, փառաբանում են Տիրոջը, հա, զոհասեղանները բերեք, ղեֆտացիներ շարվեք, փառք Հիսուսին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հետո եւ սկսում է դատ բերել Դամասկոսի վրա։ Երկրորդը Գազայի վրա։ Ժողովուրդը ոգևորվում են, էլի, զոհեր, ուրախություն, փառաբանություն։ Երրորդը Տիվրոսի վրա, չորրորդը Եդովմի վրա, հինգերորդը Ամոնի վրա, վեցերորդը Մովաբի վրա, սկսում է բերել Տիրոջ դատաստանը։ Եվ մենք էլ ենք, չէ՞, հենց որ մեր թշնամիներին կամ մեզ ինչ որ բան, հալելույան կա, չէ՞, փառք Հիսուսին կա, ուրախություն կա։ Բայց հանկարծ այս նույն մարգարեն այսպես է ասում Տերը Իսրայելի 3 հանցանքի համար։ Ինչ եք մտածում, հալելույան դադարում է։ Դադարում է հալելույան։ Եվ սկսում է, այսինքն տեսեք, երբ որ հետո կնայենք երկրորդ, երրորդ բոլոր գլուխներում, այդ ժամանակ լավ էր, զոհաբերություններն էլ էին անում, քահանայական ծառայություն կար, ամեն ինչ արտաքինից ոնց որ ցես նայում էին, լավ է, բարգավաճում կար երկրում, կարծես կյանքը լավ շարունակվում է, բայց դիարուտես Աստված տեսնում էր ներսի իրավիճակը եւ սկսում է հասարակ, երբ որ տեսնեք շատ ուրիշ բաներից, հետո Ամովսին ինքը ուղարկում է քաղաք եւ սկսում է ինքը մարգարենալ դրանց վրա։ Եվ տեսեք ինչ է ասում իրանց մեղքերից։ Նրանք արդարը ծախեցին փողով, փող կար, արդեն ամեն ինչը փողն էր այնտեղ թագավորում։ Շրջանառության մեջ փողն էր։ Արդարությունը կարելի էր փողով ծախել, այսինքն դատարանները գաշարկով էին անում, հա, կամ ամեն ինչը գնում էր դրան։ Տնանքը մի զույգ կոշիկ է, այսինքն տնանքը երբ որ արդեն ինքը պարտքի տակ է կամ սենց ծառա է, իրանց համար ստեղ գրված է մի զույգ կոշիկ է, հետո մյուս քաղաքում գնում ասում է 2 զույգ կոշիկ է, այնտեղ արդեն մի քիչ ոնց որ բան էր, մի քիչ թանկ էր այնտեղ։ 2 զույգ կոշիկի։ Աղքատների գլխին, որոնք չկավորների ճանապարհը ծռում են, որ մարդն իր հայրը միևնույն աղջկան մոտ է գնում,
որպեսզի պղծեն իր սուրբ անունը եւ դրանց հանդերձների վրա, որ են պարկում ամեն սեղանի կշտին եւ զրկվածների գինին են խմում իրենց աստվածների տանը եւ լիքը այսպես շարան, թե ինչ էին անում իրանք, ինչ է զոհերի հետ մեկտեղ, հարաբանելու հետ մեկտեղ իրանց մեջ այս բաները կար, սիրելիներս։ Եվ դրա համար Ամովսը ասում է, որ ես բերելու եմ չարիք, Աստված խոսում է իրանց կյանքում, որ չարիք եմ բերելու ու լիքը բաներ, այսինքն այդ ժամանակ էլ կար սենց անհավասար վիճակ ապրելու։ Մյուս տեղ ասում է, ձեր կանայք շռայլ են ապրում, իսկ սենց իրանք շռայլության զարդարանքի մեջ են, իսկ այն աղքատ կանայք չքավորության եւ տարբեր բաների մեջ, ոնց որ իմիկվա ժամանակներում է, բայց գոհությունը կար Աստծուն, հարց, բայց Աստված ասում է, ես դա չեմ ընդունում, դա կեղծավորություն, դարձել էր ուղղակի ինչ, ավանդություն, զոհ կա, հավաքվում են, հալելույան կա, բայց ներսի կյանքը չկա։ Այն մի անգամ մի բան եմ տեսնում ինտերնետով, երկու օձ է ցույց տալիս, մեկին սենց օձը գլխաշորով եկեղեցում է գրված, տեսել եք, մեկն էլ եկեղեցուց դուրս, բերանը բաց սենց հասած։ Այս պատկերն էր միգուցե։ Սենց սա մեզ ինչ-որ բան ունի ասելու Ամովսը, ինձ և քեզ բան ունի ասելու։ Եվ Ամովսը գյուղ քաղաքի քաղաք սկսում է խոսել, ես ժամանակ չունեմ, բայց 5-րդ գլխում ինչ ասում։ Լսեցեք այս խոսքը, որով ես ողբում եմ ձեզ վրա, ով Իսրայելի տուն, ընկավ այլևս վեր չի կենալու Իսրայելի կույսը, փրվել է իր երկրի վրա կանգնեցնող չունի, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան, այն քաղաքում, որ 1000 էր դուրս բերում, պիտի մնա 100 եւ 100-ը դուրս բերողին 10, պիտի մի խոսքով այսինքն անկում է ապրելու, արդեն սկսվելու է անկում էս երկրում, Իսրայելի տան համար։ Գիտեք ինչու, որովհետև այսպես է ասում Տերը Իսրայելի տանը, ինձ որոնեցեք եւ կապրեք։ Սա 5-րդ գլուխ առաջինից 4-րդ խոսքերում է, 7-րդ գլուխն անցնենք։ Պատկերացնում եք 7-րդ գլխում մենք տեսնում ենք Աստված բաներ ասում, տեսեք շատ կանգնում է Ամովսը այդ հովիվը կանգնում է պրալում, այսպես բարեխոսեղի դերում է կանգնում, ասում է, ինձ այսպես ցույց տվավ Տեր Եհովան, որ ահա կազմեց մորեխներ հետին խոտի բուսնելի սկզբումը եւ ահա վերջին խոտը թագավորի հյուսքին հետո է եւ եղավ երբ որ երկրի խոտը կերել էր վերջացրել էին այն ժամանակ ես ասացի ով Տեր Եհովա աղաչում եմ ներիր ինչպես պիտի կանգնե Հակոբը որ պստիկ է Տերը զղջաց սրա վրա չլինի ասեց Տերը այսինքն Տեր ուզում էր հարված հասցներ որ գար սովը երկրի վրա բայց կանգնեց եւ ասեց լավ չի լինի հաջորդ բանա ցույց տալիս Տերը այսպես ցույց տվավ Տեր Եհովան ահա կանչում եմ որ դատե կրակով Տեր Եհովան եւ նա կերավ մեծ անդունդը եւ կերավ վիճակն էլ եւ ես ասեցի ով Տեր Եհովա մեկ դատարիր Հակոբն ինչպես կանգնե որտեվ փոքր է Տերը զղջաց սրա մասին սա էլ թող չլինի ասեց Տեր Եհովան երրորդ անգամ ուրիշ մի բանա ցույց տալիս որ ավերակ արդեն դրսից է գալու եւ ասեց սա կլինի արդեն եւ երբ որ սկսում էր Ամովսի գիրքը երբ որ կարդում ես Ամովսը սկսում էր խոսալ դուր չեկավ այստեղ գրված է Բեթելում մի քահանա կար Ամասյան ժողովրդի դուր էլ չեկավ այս ով է եկել այս հովիվը ով է որ վատ բաներ է խոսում մենք տեսնում ենք իրավիճակներն ամեն ինչ լավ է սա մեր սրտի համեմատ չի խոսում եւ այդ մարդը գիտեք ինչ անում Ամասյան լսում է եւ նամակ է ուղարկում Հերոբովամին թագավորին տեսեք ինչ ասում եւ մարդ ուղարկեց Բեթելի քահանա Ամասյան Իսրայելի Հերոբովամ թագավորի մոտ ասելով քեզ դեմ դավաճանություն է անում Ամովսը Իսրայելի տան մեջ երկիրը չի կարող դիմանալ նրա խոսքերին որտեվ Ամովսն այսպես է ասում Հերոբովամը սրով պիտի մեռնե եւ Իսրայելը պիտի անպատճառ գերի տարվի իր երկրի վրայիցը եւ Ամասյան ասեց Ամովսին ով տեսանող այսինքն մարգարե գնա փախիր քեզ համար Հուդայի երկիրը գնա քո երկիրը ինչ ես եկել մեր երկիրը փախիր Հուդայի երկիրը եւ այնտեղ հաց կեր եւ այնտեղ մարգարեացիր
Ինչ գործ ունես մեր երկրի հետ մարգարեանալու։ Գնա այնտեղ հաց կեր եւ մարգարեացիր։ Տեսեք ինչ է ասում։ Եվ Բեթելումն այսպես շարունակեց մարգարեանալը, որ նա թագավորի սրբարանն է եւ թագավորության տունն է նա։ Տեսեք ինչ ասում Ամովսը։ Ամովսը ոչ այսպես ինքը չէր ծնվել մարգարե, ինքը Եզեկելի նման չէր ծնվել քահանայական տնից, որ սենց ծնված տեսածին էր, ոչ մի բան ինքը չէր տեսել, ոչ գիտություններ երկնքից, երկրից, հովիվ մարդ էր, ինչա պատասխանում Ամովսը, եւ Ամովսը ասեց Ամասիային, ես մարգարե չեմ եւ մարգարեի որդի չեմ, այլ տրված եմ ես, չէ, տվարած եմ ես եւ մոլաթուս քաղող, բայց Տերն ինձ վեր առավ հոտերի հետևիցը եւ Տերն ինձ ասեց գնա մարգարեացիր իմ Իսրայելի ժողովրդին եւ հիմա լսիր Տիրոջ խոսքը դու ասում ես Իսրայելի մասին մի մարգարեաներ եւ մի ճճար Իսահակի տան վրա սրա համար Տերն այսպես է ասում քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա եւ քո որդիները եւ քո աղջիկերը սրով պիտի ընկնեն եւ քո երկիրը լարով պիտի բաժանվի եւ դու պիտի պիղծ երկրի վրա մեռնես եւ Իսրայելն էլ պիտի անպատճառ գերի տարվի իր երկրի վրայիցը։ Ինչևէ։ Ես իհարկե շատ տեղեր ունեմ, բայց սենց Ամովսից այսպես վերջացնեմ։ Գալիս է ժամանակ, էլ մենք տեսնում ենք Ամովսը չկա, այդ կոչը, այդ ապրում են ժողովուրդը, բայց հանկարծ տեսնում են կատարվեց, ինչը կատարեց, այն ինչ որ Ամովսը ասեց, արդեն չկա, ինքը ոնց եկավ, սենց անհայտ, անճանաչ, հովիվ եկավ, այդպես էլ անճանաչ վերանում այսպես ասած տեսարանից եւ հանկարծ տեսնում են, ինչ ասել էր Ամովսը, եկավ իրանց վրա, ինչ խոսացել էր, եկավ իրանց վրա։ Սիրելիներս, ինչ ունենք սովորելու այս խոսքից։ Մենք ունենք մարգարեական խոսք։ Կապ չունի 5 կտականում կասվի, նոր կտականում մենք ունենք բան սովորելու։ Մենք պիտի սրտով պաշտենք Տիրոջը, սրտով ծառայենք Տիրոջը։ Հալելույա։ Ամեն։ Կարանք հալելույաներ անենք, զոհեր անենք, բայց Աստված ուզում է, Աստված նայում է մեր ներսին, մեր ներսի երկրպագությունը նայում, Աստված նայում է մեր ներսի զոհերին, սիրելիս, սա ունենք ես եւ դու սովորելու, հալելույա, ինչև է, արագ անցնեմ հաջորդին, տեսնենք այս մեկից ինչ ունենք սովորելու, Օվսեի մարգարեություն, կարդում ենք մենք հեչ մարգարեությունները, բաներ, սուրբ գիրք կարդում ենք, թե չէ, հա? Տեղում եք, վերցնում եք ինչ որ բան, ինչ որ հայտնություն գալիս է ձեզ, հալելույա, Օվսեից մենք ուրիշ բան ունենք սովորելու, Տիրոջ խոսքը եղավ Բեերի որդե Օվսեին, որ գնա եւ խոսա ժողովրդին, մինչև խոսելը տեսեք Ամովսին մենք տեսնում ենք Տերը կանչում է խոսք է քարոզում, ասում է, հռչակում է Տիրոջ խոսքը, բայց ես մի բան հայտնաբերեցի Օվսեի կյանքում, շատ մարգարեներ ուղղակի եկել խոսացել են Տիրոջ խոսքը ու չեն, այնքան որ ասել են ու կատարվել է, Օվսեի կյանքում մի բան է կատարում Աստված, որ ինքը վերապրի Աստծո սիրտը, այն ինչ որ Աստված է վերապրում իր եւ իր ժողովրդի վրա, Օվսեն ոչ միայն ասեր, այլ նաեւ վերապրեր, ոչ միայն վերապրեր, այլ նաեւ գործնական այդ կյանքը ինքը անցներ, Օվսեի կյանքում սա է կատարվում, վերապրում, սա շատ բան է սովորացնում ինձ եւ քեզ, եւ ինչ է ասում Օվսեին, Օվսեի սկզբի խոսքը մինչև ժողովրդին հասնելը ասում է
Սկզբումը Տերը Օվսեի հետ խոսեց ասելով. Տերը ասեց Օվսեին, գնա քեզ համար մի պոռնկության կին եւ պոռնկության որդի կար, որտեվ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջ հետևիցը խոտորելով։ Եվ նա ինչ անում, եւ նա գնաց առավ Դարելայիմի աղջիկ Գոմերին։ Պատկերացնում եք, Օվսեին Աստված պատվիրում է եւ նա միանգամից անում է։ Օվսեն գնում է եւ մի շնացող կին առնում, միգուցե տեսքով ինքը գեղեցիկ էր, սա խորհրդապատկեր է, եւ առնում է Գոմերին, որը, չգիտեմ, միգուցե հասարակած տնից է բերում իրան, գնաց առավ իրան։ Ինչի համար, ինչն է սա, այսինքն Օվսեն դա Աստծո խորհրդապատկերն է, ով էր Գոմերը, Իսրայելը, հարսը։ Հասկանում եք, տեղում եք, վերցնում եք ինչ որ բան։ Եվ պատկերացնում եք ինչ անում, Գոմերը սկսում է ծնել։ Առաջինը նա ծնում է գրված է տղամարդ, երբ որ տղա ծնեց, Աստված ասում է իր անունը դիր Հեզրայել։ Ով էր Հեզրայելը, մենք տեսնում ենք Հեզրայելում շատ արյուններ է թափվել, ու եւ այլ լիքը արյուններ, այսինքն սա խորհրդապատկեր է, որ քո մեջ սա է լինելու, միշտ արյուն է լինելու, ինչու համար, որ դու հեռանում ես, դու հավատարիմ չես ինձ, դա համար ես թույլ կտամ։ Երկրորդ երեխան է ծնվում, դրա անունը ասում է դիր Լարու Ամմա, աղջիկա անուն, աղջիկա։ Ինչու՞, տեսեք Աստվածո բարկություն ինչ էր, որ չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ նրանց ներեմ։ Բայց հետո ասում է Հուդայի տանը ողորմելու եմ եւ նրանց պետք է փրկեմ։ Այդ ժամանակ տեսեք նույն ժամանակներն է համայրա Իսրայելի տունը առանձին էր, Հուդայի տունը առանձին էր։ Որտեւ մենք տեսնում ենք Հուդայի տունը վատ էր, միգուցե վատ էր ապրելակերպը, որտեղ որ ապրում էր, ասենք, Ամոսը։ Իսրայելի տունը լավ էր ապրում, մոտավոր նույն, երբ կարդացել եմ իրանց թագավորներին, տեսեք այստեղ է նույն ասում, Հերոբովամի օրերում է եղել։ Այստեղ խոսում է, որ Օվսեն ապրել է 5 թագավորների ժամանակ, այնտեղ Ամովսը մի երկու թագավորներ, նույն թագավորներն է, ինչև է։ Սա ինք երկրորդական բաներ են, այնքան որ որպես իմացություն։ Այսինքն, առաջինը որ արյուն, երկրորդը չեմ ողորմելու քեզ, երրորդը որ որդի ածնվում, ասում է դիր անունը Լո Ամի, որտեվ դուք իմ ժողովուրդը չեք, եւ ես էլ ձեզ Աստված չեմ լինիր։ Բայց հետո իհարկե մենք գիտենք Օվսեի մեջ ինչ գրված կա, հա? Օվսեի մեջ մի բան կա գրված, որը Պողոսն է վերցրել այդ տեղը, հա? Օվսեի մեջ ինչ է ասում, իմ ժողովուրդը չեղողը, իմ ժողովուրդը կկոչեմ, ում որ չեմ ողորմացել, կա ողորմանամ։ Սա ուղղակի ինչ անում Աստված, նույնիսկ Օվսեի մեջ լավ, իհարկե մենք իհարկե կխորանանք մի քիչ այս պատմությունները, հա։ Օվսեի մեջ ես հայտնաբերեցի շատ բաներ Աստված խոսացել է, Եգիպտոսից կանչեցի իմ որդին, ես չգիտեի թե որտեղ, մեկ էլ տեսնում ես Օվսեն է ասել, հանկարծ մարգարեացել է, եւ այդ մարգարեությունում էր վերաբերում մեր Տիրոջը Քրիստոսին, Եգիպտոսից կանչեցի իմ որդին, հա, մի խոսքով լիքը տեղեր է խոսում, որ հետո բերվում է նոր կտակարան։ Ինչևէ, ձեր եղբայրներին ասեցեք Ամմի եւ ձեր քույրերին Ռահումա, այսինքն որ ձեզ ոչ ողորմելու եմ եւ ոչ էլ ձեզ ներելու եմ։ Սա սկզբնական պատկերն էր, մենք տեսնում ենք Գոմերի կյանքում էր։ Հետո մենք տեսնում ենք սերնես շարունակությունը։ Գոմերը չի փոխվում։ Պատկերացրեք լավ, մի հատ Օվսեին Գոմերը անցնում է իր նույն կյանքին, ինքը չէր կարա փոխվել, մնում էր էլի միշտ գնում էր, շնանում է, գալիս է, չգիտեմ, այսպես անհավատարիմ է ինքը։ Ուղղակի Օվսեին ցույց էր տալիս ով է Իսրայելի ժողովուրդը, իր սիրածը, իր միակ ժողովուրդը։ Հիմա մյուս կողմը եկեք նայենք, Օվսեի վիճակը։ Օվսեն մարգարեներ է, մարգարեից սարսափում են, վախում են, բայց պատկերացրեք իր խոսքը ինչպես կընդուներ, ով է։ Մի հատ նայր քո ընտանիքին, քո վիճակին։ Եվ դրանից հետո նայեք, Օվսեն այսպիսի քայլեր անում, կինը գնում, գալիս կինը շնության մեջ։ Դու ով ես, բայց Օվսեն սկսում էր խոսալ նաև, հռչակել, պատկերացնում եք Օվսեի կարգավիճակը։
ով սեն վերապրում էր Աստծո սիրտը։ Եվ նա գնում է, եւ այդ շնացող կնոջը բերում է, ասում է ինչպես որ Տերը սիրեց Իսրայելի որդկանցը, իսկ նրանք դառնում են դեպի ուրիշ աստվածներ եւ չամիջի կարկանդակներ են սիրում։ Եվ ես առա նրան գնաց գտավ ինձ համար ոնց այս անգամ առնում, որովհետեւ նա արդեն շուկայում էր վաճառում, գնով են վաղ շուկաներում էր 15 արծաթով եւ 1.5 գոր գարիով։ Եվ ասեցի նրան. շատ օրերով կնստես ինձ համար, չես պոռնկանալ եւ մարտի չես մոտենալ, իսկ ես էլ նույնպես քո նկատմամբ։ Այսքան արդեն սկսում է դաստիարակել, սովորացնել։ Աստված ինձ եւ քեզ էլ սկսում է սովորացնել եւ դաստիարակել, սիրելիներս։ Հալելույա։ Ամեն։ Հետո ասում է 6-րդ գլխում. եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, եւ նա պատարեց, նա էլ կբժշկե մեզ։ Նա զարկեց, նա էլ կպատե մեզ։ Նա մեզ կկենթանացնե 2 օրից հետո, 3-րդ օրը նա մեզ կկանգնեցնե, եւ մենք կապրենք նրա առաջը եւ կճանաչենք եւ էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը։ Արշալույսի պես պատրաստ է նրա ելքը եւ նա պիտի գա մեզ համար անձրևի պես, վերջի անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։ Հալելույա, այս խոսքն էլ շատ են ասում մարգարեությունների մեջ։ Ինչևէ, Օվսեի մարգարեությունը մենք տեսնում ենք 14 գլուխա, 14 գլխում խոսում է Տիրոջ սրտի մասին, անկախ իրավիճակից, որ դու այսպիսին ես, էլ ես քեզ կներեմ, ես քեզ կողորմեմ, ես քո հետ կլինեմ։ Ետ դարձիր 14 խոսքը կարդամ. ով Իսրայել քո Տեր Աստծու մոտ, որովհետև դու գլորվել ես անօրենության պատճառով, ձեզ այդ խոսքեր վեր առեք եւ ետ դարձեք Տիրոջ մոտ, ասեցեք նրան. ամեն անօրենությունը վեր առ եւ ընդունիր բարությամբ եւ մենք պիտի մատուցենք մեր շրթունքների զվարակները։ Վերջին խոսքն էլ ով է իմաստուն 9-րդ խոսք 14-ին, որ հասկանա, այս կամ հասկացող, որ գիտենա սրանց, որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները կգլորվեն նրանցում։ Ինչ մենք սովորեցինք, սիրելիներս։ Մի բան սովորեցինք։ Եկեք վերապրում։ Շատ կարևոր է, սենց հեշտ ասել, մենք վերապրենք մարդկանց, վերապրենք Աստծո սիրտը, վերապրենք իրավիճակները, իրականում մենք չենք կարող դառնանք Աստծո մարդ կամ ծառայող, եթե մենք չվերապրենք այս բաները։ Սառնասրտությունը թող գնա մեր կյանքերից, սիրելիներս։ Հալելույա։ Տեղում եք, ամեն։ Երկոց գնանք։ Սա էլ վերապրենք իրականում, երկոցը խոսում է հարսի եւ փեսայի, իրական սիրո։ Երբ որ նայում ես այս հարսանի կամ բան, ինչ է իրականում, առաջուց սեր եւ սիրահարվածություն ենք մենք տեսնում, այդպես է, չէ՞։ Հետո մենք տեսնում ենք նշանադրություն, երբ որ իրար հավանում են, նշանադրվում են, հետո շարունակվում է հարսանիքով։ Հարսանիքից հետո արդեն պիտի ապրեն իրար հետ։ Հիմա մենք էլ այս ընթացքի մեջ ենք, որտեղ ենք։ Երկոցում մի քանի տեղ կկարդամ, շատ կարևոր տեղեր է։ Առաջի տեղը որ կարդամ 4-րդ գլուխ 9-րդ խոսքից է։ Սիրտս հափշտակել ես, ով իմ քույր հարս, սիրտս հափշտակել ես։ Նայվածքներիդ մեկովը, պարանոցիդ մանյակների մեկովը, ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույր հարս, ինչ լավ է քո սերը, գինիից եւ քո յուղերի բուրմունքը ամեն խունկերից, մեղրախորիս ղեկատում շրթունքներիցդ, ով հարս, մեղր ու կատ կա լեզվի տակին, եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտի նման է, փակված այգի է իմ քույր հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է, քո ոստերը նռների դռների դրախտ է, պատվական պտուղներով եւ շարունակությունը դուք կարդաք, այսինքն սիրելիներս, սա է Փեսայի կարծիքը հարսի նկատմամբ, անկախ իրավիճակից, ով ենք մենք, ինչ ենք մենք, եթե մենք հարսն ենք, նա մեզ այսպես է տեսնում։ Իսկ սիրելի Փեսա, ասեմ դու ոնց կտեսնես։ 3-րդ գլուխ առաջի խոսքից, սիրելի հարս, այսինքն դու ինչպես տեսնես Փեսայիդ։ Իմ անկողնուց մեջ գիշերը ես որոնեցի, իմ հոգի սիրածին, ես որոնեցի նրան, բայց չգտա։ Վեր կենամ,
շուր գամ քաղաքումը փողոցներում ու հրապարակներում որոնեմ իմ հոգի սիրածին։ Նրան որոնեցի, բայց չգտա։ Քաղաքի մեջ շուր եկող պահապանները ինձ գտան, իմ հոգի սիրածին տեսել եք։ Հազիվ թե անց էի կացել նրանցից, որ գտա իմ հոգի սիրածին։ Նրան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նրան տարի իմ մորտունը եւ ինձ ծնողի սենյակը։ Հալելույա։ Սա էլ ինձ եւ քեզ նրան բռնել էլ բաց չթողել, սիրելիներս։ Ամեն ոչ մի իրավիճակ թող մեզանից չբաժանի Քրիստոսի սիրուց, ոնց որ խոսքն է ասում, ոչ մի բան թող չբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Հռոմեացի 8:35-39։ Հիմա երթում եմ տալիս 5-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Ձեզ, ով Երուսաղեմի աղջիկեր, եթե գտնեք իմ սիրեկանին, ինչ եք ասելու նրան, ասեցեք թե սիրով հիվանդ եմ։ Այսօր շատերը բացակայում են հիվանդությունով, սիրելիներս, եթե մենք հիվանդանանք էլ արեք այս սիրով հիվանդանանք։ Ամեն, հալելույա։ Շարունակությունը։ Հիմա ինչ ավելի է քո սիրեկանը ուրիշ սիրեկանից, ով կանանց գեղեցիկդ, ինչ ավելի է քո սիրեկանը ուրիշ սիրեկանից, որ մեզ այդպես երթում ես տալիս։ Իմ սիրեկանը սպիտակ ու կարմիր է եւ բյուրերից գերազանց է, նրա գլուխը ոսկի է մաքուր։ Հալելույա։ Հիմա սիրելիներս, սիրելի սիրեկան, գնում ենք աջ ու ձախ, հարցնում ենք, սուրճ ես խմում, հարցնում ենք քո սիրեկանից։ Ինչ ես ամենից առավել սիրում, հա? Դու ներկայացնում ես քո տունը, քո մեքենան ես այնտեղ ներկայացնում, տես ինչ, հա? Որն է առավել ասում է։ Քո սիրեկանին ներկայացնում ես մարդկանց։ Մենք ինչ որ ամենից ավելի սիրում ենք, դա ենք ներկայացնում։ Տեղում եք թե չէ։ Իսկ այս խոսքը ասել եք իրանց, որ ձեր սիրեկանը սպիտակ ու կարմիր է եւ բյուրերից գերազանց է։ Մեր սիրեկանը սպիտակ ու կարմիր է, սիրելիներս, ամեն։ Նա ավելի խորը, մեր սիրեկանը սպիտակ էր, բայց կարմրեց։ Նա սպիտակ էր, ամբողջությամբ սպիտակ էր, բայց ամբողջությամբ կարմրեց ինձ ու քեզ համար խաչի վրա, նա ամբողջությամբ կարմիր էր, իր արյունով էր կարմրած։ Ինձ եւ քեզ սիրելու համար կարմիր էր իմ սիրեկանը եւ բյուրերից գերազանց է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ցավոք հիմա գրել եմ, ցավոք հիմա շատ ամուսնություններ կան, որ սերը չի դրդապատճառը, այլ փեսայի հնարավորությունները եւ կարողությունները։ Տեղում եք։ Մեզ փեսան պետք չի, այսինքն մեր հայ ժողովրդի մեջ, փեսա տուր, այս տուր, այն տուր, դու ինձ պետք ես, քո կարողությունն ու հնարավորությունն եմ ուզում օգտագործեմ, մենակ։ Շատ ամուսնություններ կա սենց, չէ՞ որ գալիս են Եվրոպայի համար են ամուսնանում, ոչ թե փեսայի համար։ Այլ կոպիտ։ Դառը ճշմարտություն, ինչև է։ Հալելույա։ Ես քանի րոպե եմ խոսում, չգիտեմ։ Հա? 15 րոպե ունեմ, փառք Հիսուսին։ Ուրեմն գնացինք Էսթերի գիրքը։ Հələ Էսթերի գիրքը, Մատթեոս 22:1-14, 25:1-13։ Լավ, ինչ ունենք սովորելու Էսթերից։ Գիտեք Էսթերի պատմությունը։ Ամեն տեղ մի ինչ որ բան ունենք սովորելու, սիրելիներս։ Էսթեր, մինչև Էսթերին հասնելը գիտենք ինչ կատարվեց։ Մեկը կար, որ 127 գավառի, հա, ոնց որ գերտերության, ոնց որ այսօր Ամերիկայի նախագահան, հա, Ավսերոսը, մոտավոր, ինքը Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառներում թագավոր էր։ Գերտերություն էր, ամբողջ, Պարսից, Մարաց եւ այլն, ինչև է։ Օրես որ ինքը քեֆա կազմակերպում եւ իր կինը շատ սիրուն թագույա, Վաշտի թագույա կոչվում։ Եվ գիտեք արդեն կար, այսինքն այստեղ
նայեք, Ավսերոսը դա Փեսայի խորհրդապատկերն է, Վաշտը հարսի խորհրդապատկեր։ Ինչ ունենք սովորելու։ Օրից մի օր ինքն էլ ոնց որ գեղեցկություն, սկսում է ինչ անել, գրված է թագավորը կազմակերպել, ինքը մերժեց։ Արդեն պարտացել է։ Արդեն նայեք, ասում է ինքն էլ իր ձևի սկսեց կանման։ Այսինքն ընդեղ ինչ պարտադիր է։ Ես ստեղ էլ կանեմ իմ խնջույքը, դուք էլ արեք ստեղ մասնակցեք։ Եվ հետո ինչ կատարվեց, գրված է որ այս բանը որ տեսան իշխանները Ավսերոսին ասին սա լավ չի, սա ազդեցություն է գործելու հետո մեր երկրի վրա։ Ինչա պետք ասում եմ որ նրանք անարգելու են մարդկանց ասելով թագավորը հրամայեց Վաշտի թագուհին բերել իր առաջը, բայց նա նույնիսկ չգնաց։ Եվ ինչ հրաման եկավ որ վերջ, էլ դու թագուհի չես, նոր թագուհի են ման գալիս, ինչևէ երկրորդ գլուխում մենք տեսնում ենք պատահական բաներ չկա, ման են գալիս կույս աղջիկներ եւ հանկարծ բախտի բերմամբ թե պատամամբ մեկը հայտնվում է այդտեղ, ով մի որբ որ հորն ու մորն է կորցրել, Էսթերն է հայտնվում այդտեղ։ Եվ Էսթերը անցնում այստեղ միտքը սա որ Էսթերը ոչ հայր ուներ, ոչ մայր գրված է, երկրորդ գլուխ ժամանակ չկա։ Հա, գտնում են իրան, բերում են պալատ եւ ինքը պիտի անցներ ինչ որ բան։ Ինչ էր դա։ Յուրաքանչյուր աղջկա կարկար, մինչև Փեսային հանդիպելը, գալիս էր Ավսերոս թագավորի մոտ կանանց սովորության պես 12 ամիս լրանալուց հետո լրանում էր մաքրությունների 6 ամիս զմուրսի յուղով, 6 ամիս անուշահոտ խունկերով, այսինքն մաքրություններ եւ այլն եւ այլն։ Մենք պիտի անցնենք մի ընթացք, ամեն այսօր վեր ասում է, այնտեղ մի տարով էր, 70 տարին էսի մեր ընթացքն է։ Աստված մեզ հնարավորություն է տալիս անցնենք այս ընթացքը։ Ամեն սիրելի Էսթեր, հալելույա։ Ով էր Էսթերը։ Որբ, անտեր։ Ով ենք մենք։ Որբ անտեր, բայց Տեր ունենք այսօր, Փառք Հիսուսին։ Ամեն։ Հալելույա։ Եվ որից մի օր պատահում է ինչ, իհարկե պատահական բաներ չկան, թագավորը Էսթերին բոլոր կնիկներից ավելի սիրեց եւ նա բոլոր աղջիկներից ավելի սեր եւ շնորհ գտավ նրա առաջին։ Եվ թագավորական թագը դրվավ նրա գլխին։ Եվ նրան թագուհի շինեց Վաշտիի տեղը։ Էսթերը գտնվեց իր տեղում։ Մի ուրիշ բան։ Հարց, ինչի համար է մեզ կանչել լինելու հարց։ Մենք տեսնում ենք հետո սկսվում է Էսթերի կյանքում իր կոչումը։ Հարսը ունի կոչում երկրի վրա։ Հալելույա, ամեն ինչ զբաղվելու մենք տեսնում ենք հետո 4-րդ գլուխ 5-րդ ազգի փրկության համար, որտեվ Համանը միշտ ուզում է ինչ լինել, սպանել ազգին, կործանել ազգին։ Իսկ ես եւ դու պիտի կանգնենք։ Նայեք, Էսթերը կանգնեց իր կյանքի գնով։ Այսօր հարց մենք կարող ենք կանգնել այդպես, թե մի հատ թեթև ինչ որ բան մենք պատրաստ ենք կանգնելու Էսթերի նման։ Նայեք, Էսթերը այսպես էր։ Էսթերը երբ որ լսեց, երբ որ Մուրդքեն իրան ասեց Համանի ծրագիրը, նոր թագուհի էր, Էսթերը իրավունք չուներ մտնելու երբ ուզեր։ Ասում էր ծոմ պահենք եւ ես կմտնեմ այս հարցի լուծումը եւ Էսթերը մտավ։ Թագավոր ասեց մեռնեմ էլ կմտնեմ։ Տեսեք ինչ որոշում, ինչ համարձակ որոշում։ Հետաքրքիր է մենք տեսնում ենք Սուրբ գրքում մարդիկ չգիտեն կմեռնեն թե կապրեն, բայց միշտ Սետրակ միշտ չգիտեն ապրել են։ Իրանք չգիտեին։ Այսօր մենք հայտնություն ունենք, գնում ենք, բայց տոպ մեռնում ենք կոպիտ ասած, բայց մարդիկ չգիտեին, բայց այդ համարձակ քայլն են անում, տեսնում եք, ապրում են։ Հոգևոր բան եմ ասում, հասկանում եք թե չէ։ Հա? Տեղում եք։ Ամեն Տիգրան ջան։ Ինչևէ, Էսթերը հասավ իր նպատակին, որպես հարց։ Սիրելի հարց, հասնենք մեր նպատակին։ Հալելույա։ Ամեն եւ Համանի ձեռքից ազատենք, ինչ որ Համանը ուզում էր անել։ Եվ մենք տեսանք Համանի վերջը, ինչ եղավ, ինչ որ նախատեսել էր Աստծո ժողովրդի համար, իր համար պատրաստվեց։ Ես Սուրբ Գիրք արտացողների համար եմ սա ասում։
Ինչևէ, մենք տեսնում ենք նաև Տերը երկրի վրա նոր կտակարանում խոսում է սրա մասին։ Սրա մասին խոսացվել է, ես շատ արագ, հա։ Խոսում էին Հիսուսը խոսած, շատ առակներով խոսած, որ ինքը խոսում էր եւ նույն այդ ձևի Ամասիայի նման մարդկանց էր ինքը խոսում, ոնց որ Ամոսներ խոսում, Տերն էլ էր խոսում եւ Ամասյաները չեն կարողանում տանել։ Հիշում եք։ Եվ Տերը ասում էր սա Ամասիա, սա քեզ է վերաբերում, սա քեզ է վերաբերում, բայց իրանք այդպես էլ չընդունեցին։ Առակա բերում շատ առակ, որ իրան էլ նույնիսկ սպանեցին, շատ ծառաների սպանեցին, շատ մարգարեների սպանեցին։ 22-րդ գլխում խոսում է երկնքի թագավորության մասին։ Այո, գիտեք այս պատմությունը, որ այստեղ ես այսօր էլ որ կարդում եմ, ասում է թագավորը հարսանիք պատրաստեց իր որդու համար։ Սա շատ արդիական է։ Հարսանիք առավ, ու հետաքրքիր է ասում է առաջին ումը կանչեց, ովքեր որ sense պաշտոնական հրավիրվածներին կանչեց։ Հետաքրքիր է, երբ որ հրավիրատոմսը գնաց, գրված է իրանք մերժեցին, չկամեցան գալ։ Բայց Տերը չհամաձայնվավ այդ մտքի հետ, նորից մի քայլ արեց։ Գրված է եւ նորից ուրիշ ծառաների միջոցով փորձեց այդ հրավիրվածներին կանչել։ Այստեղ իհարկե երկու խորհուրդ կա։ Ես կարծում սա առաջին նաեւ Տերը երբ որ խոսում էր, խոսում է Իսրայելի մասին, իր հրավիրվածները իրանք են եւ ասում է իրանք մերժեցին, այսինքն իրաններուն եկավ, իրանները չընդունեցին, բայց ովքեր որ ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց, ավես խոսքներ կարանք բերենք սրան, հա։ Հետո տեսավ արժանի չէին, հա։ Իրանք չմերժեցին, պատճառներ բռնեցին, զանազան պատճառներ բռնեցին եւ Տերը ասեց կանչեք կոպիտ ասած այսօրվա շներին, չգիտեմ ովքեր որ արժանի չեն, բերեք լցրեք իմ տունը եւ տունը լցվեցավ։ Ինչևէ սիրելիներս, ինչ ունենք այստեղից սովորելու, որ ես եւ դու երբ որ կանչված ենք Տիրոջ դաշտի մեջ, չմերժենք, երբ որ ես եւ դու մերժում ենք այս հարսանիքը այստեղից է սկսում պատրաստել։ Հիմա դուք ասես, ես չեմ մերժում, ուղղակի հնարավորություն չկար, իրանք էլ չասին, չկոպտեցին, ասին ուղղակի տուն եմ առել, սա եմ ավելի կարևորեցին։ Մենք սկզբից խոսացինք, որն է մեր կյանքի գլխավոր ու կարևոր նպատակը, պատրաստվել ոչ թե այսինքն այս տեղի կանչված բաներին, այս առօրյային արտին, չգիտեմ ինչ, ասում է անհոգ լինելով ես եւ դու կանչված ենք այն հարսանիքին մասնակից լինելու, գլխավոր նպատակ դնենք սիրելիներս, ամեն։ Եվ Տերը նաեւ Մատթեոս 25-ում, երբ որ խոսած վերջին օրերում հիշում եք, երկու էլի առակ բերեց 10 կույսերի առակը։ Ովքեր այդ կուրսը, դա հարսն էր, որ պիտի դիմավորերումը փեսային։ Ինչ է ուզում Տերը այստեղ, պաշար, իրանք պաշար չունեցան։ Որն է, մենք ունենք պաշար։ Պաշար կա մեր մեջ։ Իմաստուն ունենք, յուղ ունենանք մեր հետ սիրելիներս, որ լույսը միշտ վառ լինի։ Լավ, արագ անցնենք, թող փառաբանությունը գա, ես արագ փորձեմ։ Հայտնության գիրքն էլ մի քիչ խոսամ։ Եկեք փառաբանություն, այսօր մի հատ փառաբանելու ենք, մի հատ աղոթելու ենք, մի հատ ապաշխարելու ենք, 2 հատ ենք ապաշխարելու, 3 հատ, քանի հատ ենք ապաշխարելու։ Մի հատ, մինչև վերջ ենք ապաշխարելու։ Ամեն։ Հալելույա։ Հայտնության գիրքն էլ է դրա մասին խոսում, ինչ որ պիտի լիներ, սիրելիներս, ամեն։ Առաջին գլխում մենք տեսնում ենք Փեսային, հա։ Փեսային։ Եվ որտեղ ենք մենք տեսնում Փեսային 12-13-րդ գլխում, երբ որ տեսավ 7 ճրագակալներ եւ Փեսան մեջտեղում։ Որ էր այդ 7 ճրագակալները, դա հարսներ, եկեղեցիներ։ Փեսան որտեղ էր, մեջտեղում էր։ Եվ Փեսան տեսնում էր եկեղեցու վիճակը եւ սկսում է ոնց էր ամովսի նման սկսում է հանդիմանել, խրատել, ինչի համար, որ խորհուրդ էր տալիս սպիտակ հանդերձներ հակի հարս, որ գաս մասնակցես։ Սենես այդպես չի, որ մենք գնանք այնտեղ նոր սպիտակ հանդերձներ պիտի հակնենք։ Ստեղից է մեր հանդերձները։ Ամեն։ Ստեղա չէ, տեսնում ես հարսը գլխավոր, տեսեք, երկրի վրա, չէ, կամ հարսանիքը որ լինում է,
Գլխավոր հերոսը կենտրոնում հարցն է։ Փեսան ճիշտ է, շատ բան, բայց այդքան կենտրոնում չի, ոնց որ սաղի ուշադրությունը ումն է, հարցի վրա է ուշադրությունը, հարցի բար, հարցը եկավ, ժողովուրդ, հարց։ Մենակ մենք հարցին ենք տեսնում։ Հալելույա։ Հենց այդ երգը կարանք նույն երգը երկենք, հա, եկ ինձ մոտ Տեր Աստված, կանչելու ենք Տիրոջը։ Ինչևէ, երկրորդ եւ երրորդ գլուխներում արագ անցնեմ եւ մենք կաղոթենք սիրելիներս։ Ինչ ենք տեսնում, Փեսան հարցին սովորեցնում է, ամեն, հալելույա։ Իսկ մենք վերցնում ենք, որդյակ իմ Տիրոջ խրատը մի անարգիր եւ նրանց հանդիմանվելու մի թուլանար, որովհետեւ Տերը իր սիրածին, ով է իր սիրածը, իր հարս ամենասիրածը երկրի վրա, որ իր արյունով ստացավ, որ գնեց, Պողոսն ասում, հա, Գործք առաքելոց 28:32, իր հարսի համար, իր արյունով ստացավ, ամենաթանկ բանը, կարմրեց խաչի վրա, հարսի համար, որ հարսին ունենա, հալելույա, եւ նույն բանը մենք տեսնում ենք, 5 տական մարգարեությունները ժողովրդի համար, նույն բանը մենք տեսնում ենք, հարսին խրատում հանդիմանումը, հետո մենք տեսնում ենք 4-րդ գլխից սկսում է ինչը, դատաստան, ժողովրդի վրա եւ այլն, բայց 12-րդ գլխում մենք տեսնում ենք նույն հարսը նման է արեգակի լուսնի աստղերի նրա գլխի պսակ եւ այլն։ 17-րդ գլխում մենք տեսնում ենք հարսին արդեն ուրիշ պատկեր։ Նա նստած է, ասում է, հարսը նստած է կին, ինչ որ բան, երբ որ Հովհաննեսը տեսավ, զարմացավ։ Սա իհարկե տարբեր վարդապետական հարցեր կա։ Արդեն հարսը դարձել էր միգուցե Վաշտի թագուհին, արդեն հարսը դարձել էր Գոմերի նման, բայց ինչևէ, նայեք, պատահական չեն այս մարգարեությունները։ Էլի Տերը 19-րդ գլխում ընդունում է հարսին։ Նա չի մերժում, թեկուզ հարսը այս ձևի է։ Տերը ընդունում է, երբ որ մենք ներում ենք խնդրում, ներում ենք հայցում, Տերը ներում է հարսին։ Եվ 19-րդ գլուխ 7-ից 9-րդ խոսքերը ես արագ եմ ուզում անցնեմ, ինչ ասում, այսօրվա գլխավոր տեղը։ Տեսնում ենք, որ Տեր Աստվածն է թագավորում 6-րդ գլխում խոսքում, խնդանք եւ ուրախ լինենք։ Այս խոսքը ես որ հաղորդություն եմ տալիս միշտ տեսել եմ ասում, որ էսի բոլորիս համար կամ հարսանիքներում այս խոսքը ես միշտ ասում եմ։ Սա ժամանակավոր է, բայց մի գլխավոր բան էլ կա։ Ժողովուրդ, խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան, որ տրվեցավ նրան, որ սպիտակ, սուրբ եւ լուսաբայր բեզ հագնի, որտեւ բեզը սուրբերի արդարությունն է, եւ ասեց ինձ գրիր, երանելի են գառի հարսանիքի ընտրիկին կանչվածները, եւ ասեց ինձ, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են, չենես մեր կյանքի ես ապրել ես 70 տարին, թող ես երկու խոսք, երկու նախադասությունը մեր համար լինի, սիրելիս, եւ մենք հաղթող կլինենք, մենք հավիտյան, նայեք, հարցի Փեսայի, այսինքն սենց է, կյանքը հետո է շարունակվում, առաջինը հարցն ու Փեսան պիտի հարսանիք անեն, հարսանիքից հետո նոր սկսվում է հավիտենական կյանքը, իմ աղոթն է, որ ոչ ոք այստեղից, նույնիսկ բացականներ կան, ոչ ոք բացակա չլինի այս օրվանից, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են, եկեք ոտքի կանգնենք, հալելույա,